Առ այսօր Թուրքիան կատարվածի համար որևէ զղջում չի հայտնել, ներողություն չի հայցել։ Դա է պատճառը, որ մենք այսօր հայտարարում ենք, հիշում ենք և պահանջում։ Ընդ որում հայոց ցեղասպանության ճանաչումը մենք համարում ենք ոչ միայն մեր ազգային, այլև համամարտկային օրակարգի հարց։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում այսօր։ Թուրքիան 100 տարի անց վերադարձել է տարածաշրջան, շարունակելու իր ցեղասպան քաղաքականությունը։ Ոնց է որ 1939 թվին հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել եւ ոնց է որ 1950 թվին հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է։ Ոնց է եղել, այս մենք պետք է հասկանանք, թե չպետք է հասկանանք։ Ինչպես կառավարման 7 տարում բոցաշունչ հայրենասերից Փաշինյանը դարձավ խաղաղարար աշխարհաքաղաքացի։ Վեհաշուկ կոթողը դարձավ մեր ժողովրդի հավերժության ամենապերճախոս խորհրդանիշերից մեկը։ 2020 թվականին նրա ուղերձը Ծիծեռնակաբերդից անգամ դաշնակցականի նախանձը կարող է շարժել իր պերճախոսությամբ, ազգային առաջնահերթությունների հստակությամբ։ Անխոնջ Փաշինյանը անխոնջ իր կրակոտ ճարտասանությամբ հրոճարակ էր դարձնում թշնամական պետությունների դրոշները։ Այսօր Փաշինյանը իր խոսնակի շուրթերով դատապարտում է Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշների այրումը, սադրիչ եւ հրահրող գործելակերպ անվանելով այն, ինչ եղել է չորեքշաբթի երեկոյան Հանրապետության հրապարակում ջահերով երթից առաջ։ Վարչապետ Փաշինյանը դատապարտում է այդ գործելակերպը, այն համարելով անպատասխանատու եւ անընդունելի։ Միջազգայնորեն ճանաչված պետության, առավել եւս հարևան պետությունների դրոշների այրումը պետության ղեկավարի կողմից չի կարող այլ վերաբերմունքի արժանանալ։ Դա սադրիչ եւ հրահրող գործելակերպ է։ Փաշինյանն ուղիղ ասում է, որ ջահերով երթի մասնակիցներն են դրոշներ վառելով սադրել Ալիևի բանակին, դրդել կրակել Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի բնակելի տան ուղղությամբ։ Վարչապետության 7 տարում գոնե մեկ անգամ չի ասել Փաշինյանը, իր կարծիքով կարող էր ոչ թե թշնամական, այլ դաշնակից պետության Ռուսաստանի համար սադրանք լինել դրոշ վառելու այս ակցիան։ 10 տարի առաջ էր։ Դաշնության դեսպանատան առաջ էին այն ժամանակ ոչինչ չասող անուններով Արմենը, Հայկը, Արարատը։ Հիմա արդեն Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, Փաշինյանի խորհրդարանական խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, գործող արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Փաշինյանը ի դեպ լրիվ անարձագանք է թողել նաև այս կադրը։ 2023-ն էր հոր Հեյդարի ծննդյան 100-ամյակի տարում իր առաջին անգամ Ադրբեջանի նախագահ ընտրվելու 20-րդ տարեդարձին էր Իլհամը ինքն իրեն նվեր արել, Ստեփանակերտում այստեղ-այնտեղ կախել ադրբեջանական դրոշները, ոտքերը մաքրել հայկական եռագույնի վրա։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը մշտապես եղել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ժամանակակից Թուրքիայի թիվ 1 նախապայմանը։ Փաշինյանը դեռ 2022-ի նոյեմբերին վստահեցնում էր, թե հայ-թուրքական բանակցությունները առաջ են գնում առանց նախապայմանների։ Նրա հռետորաբանությունը մեղմանում էր Էրդողանի հետ ամեն նոր հանդիպումից հետո։ Ամեն ձեռքսեղմում էլի Միքայլով էր մոտեցնում Հայաստանի վարչապետին ու Թուրքիայի նախագահին։ Բանակցային զույգի կյանքում կարևոր դրվագ էր Էրդողանի երթմնակալության օրը։ Փաշինյանին միտումնավոր են Իլհամի հետևում նստեցրել։ Զվարճացել էին Տելեգրամի ադրբեջանցի օգտատերերը, քննարկում էին, թե ինչպես է Հայաստանի վարչապետը ստիպված եղել իրենց նախագահի հետևով մեկնվելով ձեռքը տալ Թուրքիայի նախագահին շնորհավորելու համար։ Այդ օրը մի լավ զվարճացել էին նաև Էրդողանն ու Ալիևը, լուսանկարներից տպավորություն էր, թե բայրակթարների պատերազմում 5000 զոհ տված երկրի վարչապետը ծիծաղաշարժ բաներ է պատմել նրանց։ Հետո ավելի էին ջերմացել Էրդողան-Փաշինյան հարաբերությունները։ 2024-ին Նյու Յորքում Հայաստանի վարչապետը իր ոտքով Թուրքիայի տուն էր գնացել։ Պարզվել էր թուրքական բայրակթարներով ու վարձու ահաբեկիչներով Արցախի դեմ պատերազմի տարելիցի շեմին Փաշինյանին երջանկության համար պետք էր Էրդողանի գիրքը հեղինակի ստորագրությամբ։
Հայկական դիվանագիտությունը դեռ երբեք այնքան ցած չէր գլորվել, որ Հայաստանի ղեկավարը հրճվանքով ընդուներ Հայոց ցեղասպանության կազմակերպիչ պետության ղեկավարի ընծան, ընդամենը 1 ամիս հետո նրա այն խոստովանությունից, որ իր շնորհիվ իր անձնական ներգրավվածությամբ է Ալիևի բանակը հաղթել 44-օրյա պատերազմում։ Ինչպես մտանք Ղարաբաղ, ինչպես մտանք Լիբիա, այնպես էլ կմտնենք Իսրայել։ 44-օրյա պատերազմի հովանավորին ու շահառուին Փաշինյանը ցույց էր տվել փոքրացած Հայաստանի քարտեզը։ Ադրբեջանական տելեգրամ ալիքները Փաշինյանին անվանել էին իրենց գործակալը, խորհուրդ տվել այդքան ակնհայտ չմատնել իր ով լինելը։ Այդ հանդիպումից առաջ Թուրքիայի ավերիչ երկրաշարժից հետո Փաշինյանը արդեն հասցրել էր արագ բացել 3 տասնամյակ փակ սահմանադուռը ու դրանով թուրքերին 2 անգամ մարդասիրական օգնություն ուղարկել։ Եվս մեկ անգամ ուզում եմ ցավակցել եւ զորակցությունս հայտնել թուրք ժողովրդին։ Ալեն Սիմոնյանը թուրք լրագրողների տեսախցիկների առաջ անձամբ էր ցավակցել թուրք ժողովրդին, ընդգծելով, որ հենց սեյսմիկ դիվանագիտության միջոցով հայ-թուրքական հարաբերություններում կիսաբացված դուռն է իր քաղաքական թիմը մտադիր ավելի լայն բացել։ Թեկուզ վերջին ամոթանքը կուլ տալու գնով, նկատել էին փորձագետները։ Բովանդակությունը մեր խոսակցության Թուրքիայի նախագահի եւ իմ ասածները անհամատեղելի չէին իրար հետ։ Արդեն այս մարտին Հայաստանի առաջարկով ու Հայաստանի բյուջեի հաշվին թուրքական 10 լրատվամիջոցների ներկայացուցիչներ էին հավաքվել Փաշինյանի կաբինետում։ Հենց նրանց էր Փաշինյանն ասել Էրդողանի երկար սպասած նախադասությունը։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում այսօր։ Հայկական կողմը պատրաստ է հենց վաղ ունենալ բաց սահմաններ եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատված։ Հայաստանը պատրաստ է, գրկաբաց է, բայց չգիտես ինչու 3 տարի է չի կատարում սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու որոշումը Էրդողանը։ Հայաստանը մարգարայի անցակետը նորոգել սպասում է։ Թրքասեր, թրքամետ Թուրք բառից չի վիրավորվում Փաշինյանը։ Սահմանադրությունից անկախության հռչակագրին հողումը հանելու խոստումը արդեն տվել է։ Այդ տեքստում ամրագրված է Հայաստանը սատարելու է ցեղասպանության միջազգային ճանաչմանը։ Լարա Արաքելյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։